Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հանրապետություն կուսակցությունը գնացել է կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի ուժեղ Հայաստան կուսակցությանը զրկեն ընտրապայքարից, այսինքն ինքը չմասնակցի ամսի 7-ի ընտրություններին։ Դա ՔՊ-ի սրտով տեղեկություն է, դուք ուզում եք, որ ուժեղ Հայաստանը չմասնակցի ընտրություններին։ Ուրեմն քաղաքացիական պայմանագրի իր ճանապարհում է, իր ճանապարհի մասին հայտնել է, եւ ես կարծում եմ, որ մեր արգումենտները եւ մեր տեսլականը Հայաստանի նկատմամբ մեր ժողովրդի կիսին է, եւ դա կարտացոլվի ամսի 7-ին, որովհետեւ մրցակցից երբևէ ոչ կորշել են, ոչ էլ խուսափել են որևէ մեկի հետ մրցելու։ Այլ բան, որ երեկվա բանավեճի ժամանակ շատ բաներ քննարկվեցին, օրինակ ինչ ողջախոհ սահման կա, որ կարելի է նախընտրական պայքարի ընթացքում անցնել եւ դեռ շարունակել մնալ պայքարի մեջ, որովհետեւ հարցը միայն քաղաքացիական պայմանագիրը չի, դուք գիտեք, 10 քանի կուսակցություն կարող մասնակցել, մենք չենք դատում միայն մեկ մրցակցի տեսանկյունից։ Ես հիմա հայտարարում եմ, որ մենք որևէ մեկի ոչ կորշել ենք այսքան ժամանակ մրցելու, ոչ կորցրել ենք մեր տեսակետը ներկայացնելու, թե ընդդիմության ժամանակ, որ երբ որ մենք ընդդիմություն ենք եղել, թե երբ որ մենք իշխանություն ենք եղել։ Ինչ վերաբերում այդ իրավական պրոցեսներին, որ իրա հունով գնա, մենք դեմ չենք, որ քննարկվի համապատասխան գնահատականներ տրվի, այն ինչ որ մենք տեսնում ենք, այն ինչ որ հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակում է ժամանակակից, դա հայտարարություն է։ Ես կարծում եմ, որ որևէ քաղաքացի մեծ սիրող, չսիրող, ընտրող, չընտրող այլ բան կարող է։ Դա հայտարարություն է։ Թե Բաղդադ Հայաստանի, թե Հայաստան դաշինքի, թե ուժեղ Հայաստանի, ամոթ է դա, որ Հայաստանը անում իրենց դաշինքին մտածեցին։ Ընդդիմադիր դաշտից հնչում է, որ արդեն տագնապ կա ՔՊ-ի մոտ, ՔՊ-ն արդեն իշխանությունը պետք է հանձնի ընդդիմադիրներին, ինչի համար ծեծում են, խփում են, հարվածում են։ Հատուկ նրանց համար ես լայն ժպտում եմ, որ տեսեք, որ որևէ տագնապ չի կարող լինել, իբնե, որովհետև մենք նախ եւ առաջ չենք վախենում հաղթելուց եւ առաջնորդելուց։ Երկրորդ մենք չենք վախենում պարտվելուց եւ մեր տեղը զիջելուց։ Մենք դա ցույց ենք տվել մեր անցած պարտությունը։ Այն ժամանակ, երբ որ վարչապետը հրաժարական տվեց ամենավատ շրջանում 44-րդ պատերազմի հետո 21 թվականին։ Եվ այն ժամանակ, երբ որ մենք վերցրեցինք պատասխանատվություն եւ ասացինք այն ինչ որ պետք է ասենք, որ Հայաստանը խաղաղ լիներ եւ ինքնիշխան լիներ եւ տարածքային ամբողջականությունը պահպանել։ Ուզում ասել, որ չկա որևէ հանգամանք, որը մեզ կստիպեր որևէ կերպ անհանգստանալ։ Այսպիսի տեսակետ էլ կա, որ եթե անգամ իշխանությունը պարտվի չի տալու իշխանությունը, որտեղ Նիկոլ Փաշինյանը վախեր ունի, ՔՊ-ն վախեր ունի, մտածում է իրենք էլ կպատժվեն, ինչպես նախկիններն են պատժվում, դատարաններում պատժվում։ Իշխանությունը հոմերը չի, որ մենք ցանկանում ենք իշխանությունը մեզ տրվի կամ չտրվի։ Իշխանությունը ժողովրդինն է, այսինքն իրավունք է կառավարելու մեզ կամ պիտի տրվի կամ մենք չենք կարող ժողովրդից իշխանությունը վերցնել մեկ ուրիշի դեմ։ Ժողովրդինն է իշխանությունը։ Եվ որևէ մեկը, ով որ կփորձի ինչ-որ իշխանություն վերցնել տալ եւ այլն, դրա թևերը կկտրվեն, որովհետեւ արդեն ժողովուրդը ապացուցել է, որ չի թույլ տա, որ իրենից իշխանությունը վերցնի։ Ոչ օտար ուժերին, ոչ ներքին ուժերին, ոչ արտաքին ուժերին, ոչ շրջակա ուժերին, որևէ մեկին։ Եվ հունիսի 7-ին ինչ ասելու, պարոն Արշակյան։ Ասում ժողովուրդը իր իշխանությունը պահել եւ ժողովուրդը պահելու է իր խաղաղ ապրելու իրավունքը։ Իսկ դուք հավատում եք 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին տեղեկություն։ Հավատալու բան չի դա։ Մեր օրակարգում երբևէ նման հարց չի եղել։ Ոչ էլ բանակցությունների օրակարգում է եղել։ Ասենք ասեմ, եթե որևէ այլ երկրի, մանավանդ ոչ բարեկամական երկրի ղեկավար կարողանում է այնպես անել, որ ներքին ընդդիմությունը շարժի օրակարգերով, որոնք որ ինքը թելադրում է, ուրեմն նրանք իր ընդդիմություններն են, հասկանում եք, եթե կան մարդիկ, ովքեր որ առաջնորդվում են ուրիշ առաջնորդի ասածներով, շատ լուրջ ժողովուրդը պետք է հետևություններ անի, բայց մենք դա տեսել ենք նաև ազգային ժողովում, երբ որ գալիս են ազգային ժողովի ամբիոնից Հայաստան դաշինքին պատգամավորները հնչեցնում էին ասենք Ալիևի բաները, այնտեղի ուղերձները։ Եվ մեզ ինչ-որ բաների մեջ են թողածել։ Ասենք դա անտրամաբանական է։ Եթե դու ինքնիշխան երկիր ես, դու պետք է առաջնորդես քո երկրի օրակարգերով, քո երկրի ղեկավարության օրակարգերով, ոչ թե ուրիշ երկրի օրակարգերը վերես ներքին քննարկման առարկա դարձնել, եւ դա պետք է հետևանքներ ունենա։ Ժողովուրդը պետք է դրան շատ կոնկրետ արձագանք տա եւ ես համոզված եմ, որ բոլորը դա հասկանում են, ոչ մարդկանց հետ ու մեջ շփվում են կողոցներում,
հանդիպելիս անցորդների հետ իրենք իրենց գնահատականները հնչեցնում են եւ դա տեղի կունենա ամսի 7-ին, երբ որ վերջնականապես մենք կարողանանք հաղթահարել այս արտաքին միջավայրից ղեկավարվող ներքին ընդդիմությունների